Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման։ Առհասարակ միջազգային իրավունքի տեսության մեջ, երբ որ խոսում են պետականության, ինքնիշխանության, իրավասուբյեկտության մասին, տարբեր հատկանիշներ են նշվում եւ առավել լրիվը դրանցից 4 հատկանիշների առկայությունն է։ Դրանք են տվյալ, ուրեմն, պետականության մշտական բնակչության առկայությունը, տարածքի որոշակիությունը, յուրային կառավարության գոյությունը եւ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը։ Այս 4 հիմնական հատկանիշներով է բնորոշվում պետականության հիմքը։ Պետության եւ պետականության գոհուստը պատմության ընթացքում դարբեր ժողովուրդների եւ դարբեր ազգերի համար հաջող եւ ընդհանրապես չի նշանակել այդ ազգի, այդ ժողովրդի վերացման վտանգ։ Եղել են դեպքեր, երբ նման վտանգ ներկայացվել է, բայց ընդհանրապես պետության եւ պետականության գոհուստը բարեբախտաբար այդ ազգերի բարակայում ազգի գոյութենական վտանգ բարդատիր գերբով չի նշանակում։ Սակայն մեր բարակայում ներկայումս 21-րդ դարաշրջանի պետականության գոհուստը հղի է բարի ամենալուրջ իմաստով հայրենիքի գոհուստին եւ ազգի բազմահազարամյա պատմության ավարտին։ Հատկապես 20-րդ դարաշրջին եւ 20-րդ դարի վերջին փոքրանալու պատճառով եւ տարածքային առումով Հայաստան երկրի փոքրանալու եւ թվային քանակի բնակչության քանակի առումով նվազելու պատճառով մենք հասել ենք քրիտիկական շեմին, որից մի փոքր եւս նահանջը նշանակելու է մեր պատմության ավարտ։ Մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ձևավորել գործող պետական կառավարման համակարգից դուրս, մինչդեռ բոլորը առաջարկում են այդ կառավարությունը ստեղծել, ձևավորել գործող պետական կառավարման համակարգից ներս եւ նրա կանոններով ու նրա թելադրած պայմաններով։ Բանն այն է, որ մենք պիտի կարողանանք ընկալել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրային կառավարությունը հնարավոր չէ ձևավորել համակարգից ներս, որովհետև յուրային կառավարության փոխարեն, ինչպես արդեն ասվեց, մենք գործ ունենք ազգադավ եւ հակամարտկային վարչախմբի հետ, որը վերածվել է հանցավոր կազմակերպության, բռնության, խաբեության ու կեղծիքի միջոցով ամբողջությամբ յուրացրել է հայ ժողովրդի իշխանությունը, կաշկանդել է ազգի քաղաքական կամքը որևէ կերպ համակարգի ներսում եւ դրա միջոցով դրսեւորելու որևէ հնարավորություն, այդ թվում եւ գլխավորապես նաեւ ընտրությունների միջոցով ժողովուրդը չի կարողանում իր կամքը ձևավորել եւ դրսեւորել։ Փաստորեն այդ հանցավոր կազմակերպությունը պետական կառավարման համակարգը վերածել է իր օտար տերերի եւ իր կլանային ու անձնական շահերի սպասարկման գործիքի։ Որևէ կերպ դրա մեջ ժողովուրդը չի կարող ձևավորել եւ արտահայտել իր կամքը։ Դրա մասին են վկայում մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունները եւ դրանց հետեւած զարգացումները, որոնք բոլորն էլ ի վերջո ավարտվել են յուրային ժողովրդի նկատմամբ ապազգային ու հակամարտկային վարչախմբի ջախջախիչ հաղթանակով։ Ահա այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրային կառավարություն, միջազգային իրավունքի տերմինով ասած, յուրային կառավարություն ձևավորել գործող պետական կառավարման համակարգից դուրս։